Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հարելի Խնձոր կսիրես։ Այո, սիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսու։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, սիրելի ունկնդիրներ։ Մենք այսօր ավարտում ենք Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված ոդքասթների կամ հաղորդումների շարքը։ Ու այսօր իմ վերջին հյուրն է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն պարոն Դավիթ Բանուչյանը։ Դավիթ ջան, բարև։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, դուք։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Բանուչյան, մենք ունեցել ենք տարբեր հյուրեր, արվեստագետներ, որոնք խոսեցին Մալյանի մասին, պատմեցին իրենց զգացողությունների մասին, ինչ ազդեցություն է ունեցել Մալյանը նրանց ստեղծագործական աշխարհում, կյանքում։ Ով է ձեզ համար Հենրիկ Մալյանը։ Իրականում այնքան բարդ է խոսել մի մարդու մասին, ում չես ճանաչել, շատ բարդ է իրականում։ Բայց քանի որ Հենրիկ Մալյանը մեզ մեծ ժառանգություն է թողել, մի փոքր այսպես կարճ կարամ ասեմ, թե ինչ վերաբերմունք ունեմ Մալյանի եւ նրա թողած ժառանգության նկատմամբ։ Դրանով իսկ ասեմ, թե ով է ինձ համար, հա, ասենց ձևակերպեմ։ Մարդ, ով ստեղծել է ֆիլմեր, որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել ինքներս մեզ առաջին հերթին։ Ըստ էության Մալյանի ֆիլմերը ինձ համար ավելի շատ հայելիներ են, որի միջոցով մենք տեսնում ենք մեզ, եւ եթե չենք տեսնում մեզ, փորձում ենք այդ ֆիլմերի միջոցով գտնել մեզ։ Եվ եթե չենք գտնում մեզ, փորձում ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Մալյանն էր տեսնում մեզ։ Այսպես կարճ, որ ասեմ, վերաբերմունքը իր թողած ժառանգության նկատմամբ։ Ով է Մալյանը։ Մալյանը հայելին ստեղծողն էր, այսպես ասած։ Այսպես քիչ փիլիսոփայական եթե բան անենք, խոսենք, այսպես հայելին թողողն էր մեզ, այդ հայելին, որի միջոցով մենք մեզ տեսնում ենք։ Իսկ որ ֆիլմն է Մալյանի, որ ֆիլմն է, որ ամենից շատն եք սիրում, որ անընդհատ կարող եք նայել։ Կամ նայել ընտանիքի հետ։ Անշուշտ մենք ենք մեր սարերը իր ձևով, իր բովանդակությամբ, ձևավորելով ազգային ֆիլմի, ազգային կինոյի, այսպես գույնը, բույրը, գույնը ոչ այն առումով, որ ֆիլմի գույնը, հա, այլ զգայարանների վրա խաղալ մարդկային, հա, ես կարծում եմ, որ սա լավագույն ուրեմն օրինակն է հայկական կինեմատոգրաֆիայի, երբ որ գրականությունը եւ կինոն համագործակցում են։ Ես վստահ եմ, որ թե Մալյանը եւ թե Մաթեոսյանը շատ են վիճել։ Վստահ եմ, ես այդ ֆիլմը որ նայում եմ, տեսնում եմ, որ իրենց վեճն եմ զգում, թե ինչքան են վիճել այդ ֆիլմը ստեղծելու ժամանակ։ Ստեղծագործական այսպես բախում է եղել, որովհետեւ այս երկու ոլորտները գրականություն եւ ես գիտեմ, որ Մաթեոսյանը շատ է միջամտել, հա, ես գիտեմ, որ Մալյանը թույլ է տվել այդ միջամտությունը եւ այդ այն ֆորմատն է եղել, որի այդ համագործակցությունն է եղել, այդ այն պայմանագիրն է եղել գրականության եւ կինոյի միջեւ, որի արդյունքում ստեղծվել է մենք ենք մեր սարերը։ Շատ պարզ վերնագիր է։ Մենք ենք մեր սարերը։ Շատ պարզ վերնագիր է, բայց նաեւ իր մեջ կրում է այն իմ կարծիքով, կրում է այն կոդը, ազգային կոդը, որի այսպես իրավահաջորդն ենք մենք։ Կան այսօր Հայաստանի Հանրապետությունում դերասաններ, ում կպատկերացնեիք Մալյանի ֆիլմերում։ Երիտասարդ դերասաններ։ Եվ արդյոք շատ են թե ոչ։ Քանի որ չեմ մտածել դրա մասին, անկեղծ ասած, չեմ մտածել, այսինքն արդյոք կան այդպիսի դերասաններ, որ կարող են այդ տեսակ դերեր խաղալ կամ, չգիտեմ, իր ֆիլմերում կարող են լինել, ենթադրությունների դաշտում կլինի պատասխանը, բայց ենթադրում եմ, որ այո, որովհետև եթե Մալյանը նկարել է գյուղացուն, նկարել է քաղաքացուն, մարդուն, պարզ օրինակ, հա, Հայրիկ ֆիլմը ինչի մասին է, սերունդների բախման մասին է, մի թեմա, որ անընդհատ կա այդ թեման, եթե հենց այսօր վերցնենք եւ նկարենք Հայրիկ ֆիլմը, նորից զրոյից նկարենք Հայրիկ ֆիլմը եւ նկարենք սերունդների այս բախումը, ինչ որ հիմա կա, կարծում եմ, որ պատկերը նույնը կլինի, եթե Մալյանի մոտեցումը շարունակենք։ Ու այո, այն դերասանները, ովքեր այսօր այդ սերունդների բախման
մեջ են, իրենք գիտեն դա ինչ է եւ զգում են դա, այո, կարծում եմ կարող են այնպես ցույց տալ այդ միջավայրը, որ մեզ հարազատ կլինի նայելուց, այդ այն հայելին կլինի, որի մեջ մենք տեսնում ենք, հա, մեզ։ Մալյանի վարպետությունը հենց այդտեղ է, որ կարողացել է գտնել այն մարդկանց, այն դերասաններին, ովքեր կարող են այդ կոնֆլիկտը ճիշտ ներկայացնել։ Ըստ էության կարծում եմ, որ թե Ֆրունզիկ Մկրտչյանը լավ պատկերացրել է, թե ինչ է սերունդների բախումը, թե երիտասարդ սերունդն է պատկերացրել սերունդների բախումը եւ թե նաեւ Շերենցն է պատկերացրել սերունդների բախումը ինչ է նշանակում։ Նույնիսկ չմտածելով դրա մասին, նույնիսկ շատ չմտնելով այդ թեմայի մեջ, կարծում եմ իրենք այդ իրենց ներսի այդ բախումներն են նաեւ տվել մեզ, հա։ Ու հավատացել են ռեժիսորի գեղագիտական ճաշակին։ Այսինքն այդ իրենցն է, իրենց մասին է, ինչպես կարող էին ավելի դրսից մեկին բերես այդ թեմաներով խաղա չի ստացվի, չի լինելու։ Դա շատ մերն է, մեր թեման է։ Այո, եթե հիմա էլ նույն ձևի վարպետ լինի, ով կնկարի հայրիկ ֆիլմը, կարծում եմ, այո, կստացվի այդ ֆիլմը։ Կլինի ժամանակակից, բայց կլինի հիմիկվա մասին, ներկայի մասին կլինի այդ ֆիլմը։ Այսպես։ Պարոն Բանուչյան, թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել, որ այս ծրագիրը մենք իրականացրեցինք ոդքասթների այս շարքը ու հիմա կցանկանայի իմանալ 100-ամյակին նվիրված Կինոյի ֆոնդը իրականացրել է մի շարք միջոցառումներ եւ նաև իրականացնելու է։ Կպատմեք մի քիչ դրանց մասին։ Նախ մի փոքր այդ շնորհակալությունների այսպես ցանկը շարունակենք, հետո նոր անցնեմ հարցի բուն պատասխանին, որտեղ շնորհակալությունները իրականում շատ կարող են լինել, հա, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր այն թիմին, ովքեր հիմա այս հաղորդումը նկարում են, Բուն TV-ին պետք է շնորհակալություն հայտնենք, որ թե տեխնիկապես, թե մասնագիտացված իր թիմով մասնակցում է այս ծրագրի իրականացմանը, թե մեր գործընկերներին, ովքեր տեխնիկական ապահովմամբ են մեզ աջակցել, հա, կինոյի հիմնադրամի աշխատակիցները, ովքեր օրեր շարունակ մտածում են այն ֆորմատը, որը պետք է լինի, այսինքն այս հաղորդման միտքը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք հասկացանք, որ ժամանակն է եկել, որ մեր վարպետների մասին խոսելու այսպես ֆորմատ լինի եւ այդ մտքի վրա աշխատել են շատ մարդիկ։ Այստեղ հենց հիմա տաղավարում քանի հոգի կա, մոտ 10 հոգի մարդ կա, ովքեր աշխատում են այս հաղորդաշարի համար, հա, ոդքասթի համար։ Ես կարծում եմ բոլորին պետք է շնորհակալություն հայտնենք։ Այդ մեկ, երկրորդ հարցը մի հատ պիտի հիշեմ, որտեղ շնորհակալությունները կարևոր էր, էլի ոնց։ Շնորհակալություն, ձեզ շնորհակալությունների շնորհակալություն բոլորին։ Հիմա անցնենք հարցի, հա։ Իրականացված միջոցառումների եւ ծրագրերի մասին, այո։ Հասկացա։ Ինչ ծրագրեր ունենք։ Կինոյի հիմնադրամը եւ նաեւ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մի այսպես ծրագիր ունի ընդհանրապես կինոժառանգությունը հարահարճակելու։ Միտքը որն է, որպիսի սերունդերին փոխանցվի այն ժառանգությունը, որը մենք ունենք։ Չմոռացվի այդ ժառանգությունը առաջին հերթին, որտեվ տեսեք, ասեցի, չէ, Մալյանը ստեղծել է հայելի, որտեղ մենք տեսնում ենք։ Այս գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ որ ինտերնետ գոյություն ունի, երբ որ հնարավորությունները շատ մեծ են, ինքնությունը կորցնելը շատ հեշտ է։ Որպեսզի այդ ինքնությունը չկորցնենք, մենք պետք է մեր անցյալի հետ շփվենք, մեր գրականության հետ շփվենք, երաժշտության հետ շփվենք։ Ինչով է օրինակ Մալյանից ենք խոսում ճիշտ է հիմա, բայց ինչով է օրինակի համար Փելեշյանը կամ Փարաջանովը ազգային։ Ինչով է ինքը մերը, ինչի է, որ ամբողջ աշխարհում այսօր նայում են վարպետների գործերը, Մալյանի գործերը ու տեսնում են հային։ Մենք աշխարհի հետ շփվելու ձևաչափ ենք ընտրել կինոյի միջոցով եւ այդ ձևաչափով աշխարհին ցույց ենք տալի, թե ովքեր ենք մենք։ Մենք տարբերվում ենք։ Այսպես մի Այսինքն կինոն որպես ռազմավարական գործիք։ Իհարկե, մենք պետք է մեզ ճանաչել տանք, հա, օրինակ ո՞նց է ստացվում, որ մենք ասում ենք իտալական կինո, հա, հնդկական կինո, ամերիկյան կինո, ֆրանսիական կինո, կա իր ձևաչափ ունի, իր ֆորմատ ունի, իր տեմպը ունի, չէ, եւ դրանք ազգային են, իրենց ազգային կինոն են։ Եվ մենք ճանաչում ենք ֆրանսիացիներին իրենց ֆիլմերով, իրենց գրականությամբ, իրենց ամեն մի գործ, գրականության նույնիսկ գործ ինքը կարող ես կարդալով, նույնիսկ չիմանալով հեղինակը ով է, կարող ես ենթադրել, թե որ ազգին է պատկանում հեղինակը։ Բացառություններ կան իհարկե, հա, բայց կարող ես կարդալ եւ հասկանալ, որ ազգին է պատկանում, ճանաչել այդ ազգի, շփվել այդ ազգի հետ։ Այս ազգերի, ուրեմն աշխարհի այս բազմազանությունը հետաքրքիր է շատ։ Այս մի անգամ դրսում Եվրոպայում գործընկերներից մեկը
չեմ հիշում անկեղծ ասած, կինոկենտրոնի տնօրենն էր որևէ երկրի, ինձ ասաց, ինչքան աբսուրդ կլինի, եթե մտնես մի այգի, որտեղ մենակ վարդեր կան։ Ամբողջը կարմիր է, աշխարհի մասին խոսալով, աշխարհի մշակույթների մասին էինք խոսում։ Բայց երբ որ մտնում ես, տեսնում ես բազմազան գույներ կան, ինչքան գեղեցիկ է այդ այգին, ինչքան հաճելի է այդ այգում լինել, հա։ Այսինքն մենք մեր ինքնությունը պահելով, մեր ինքնությունը հանրահռչակելով փորձում ենք աշխարհին տալ նորություն, նորովի ներկայանալ աշխարհին։ Պարոն Բանուչյան, դա հետաքրքիր չես լինի դու աշխարհին, եթե իրան նման ես։ Ընդունում եմ, իսկ մի հարց, միգուցե երևի սկզբում մենք ավելի ճանաչելի դարձնենք մեր տաղանդներին, մեր շնորհալիներին, մեր երկրում, հետո ներկայացնենք արտասահմանին։ Թե պետքա զուգահեռ եւ դա անել։ Այսինքն ճանաչել։ Այսինքն տեսեք, մենք ներկայացնենք Իտալիային, որ ունենք Մալյան, մենք ներկայացնենք ԱՄՆ-ին, մենք ներկայացնենք մի խոսքով մնացածներին, բայց ես զգում եմ փաստ է, որ դեռ մեր տեղի հանդիսատեսը, մեր հայ հանդիսատեսը այնքան էլ լավ չգիտի իր ազգային արժեքները։ Պիտի համաձայնվեք։ Եթե սա անկեղծ զրույց է, խոսում ենք անկեղծ, վերջի զրույցն է։ Դե չէ, անկեղծ ենք խոսում, չգիտեմ, միգուցե այդտեղ է նաև խնդիրը։ Ես չեմ մտածել դրա մասին, անկեղծ ասեմ, ու դրա այդ ուղղությամբ որևէ, այսպես որ տենց մի քիչ պաշտոնական ասեմ, որևէ ուսումնասիրություն չունեմ, որ ասեմ, որ այդպես է, եթե զգայականի հիման վրա է մենք տենց ենք սկսում, ուրեմն այդպես է։ Բայց ինձ թվում է, երբ որ իտալացին ֆիլմ են նկարում, հաստատ առաջինը երևի մտածել է իր հանդիսատեսի համար։ Եվ վստահ եմ, որ Մալյանն էլ առաջինը, որ ֆիլմ է նկարել, առաջինը մտածել է հենց իր հայ հանդիսատեսի համար, բայց դե տաղանդը նրանում է տաղանդ, որ լեզուն հասկանում են բոլորը։ Մեր հարցը, մեր խնդիրը ո՞րն է։ Այդ այն ինչ որ Մալյանը արել է ժամանակին, շարունակել, ցույց տալ մարդկանց։ Ավելին, մենք ոչ միայն Երևանում ենք հիմա դա անում, այլ նաև մարզերում ենք անում։ Մենք մարզային ցուցադրություն ենք այս տարի ունեցել, որ չեք պատկերացնի, ինչ ոգևորությամբ են մարդիկ դիմավորել։ Մարդիկ ուզում են, ցանկություն ունեն ֆիլմերը նայելու ու մեծ էկրանին նայելու։ Մեծ էկրան են սիրում մարդիկ։ Թուր կարծիք կա, որ հեռուստատեսությունը, սթրիմինգային կամպանիաները փոխարինելու են կինոյի ֆորմատին, կինոթատրոններին, դա բացառված է։ Եթե կա թատրոն, ու գալիս են մարդիկ թատրոն, մարդիկ սիրում են թատրոն, այդ շփումը սիրում են, ու կա կինոթատրոն։ Կինոթատրոնը նույն ֆորմատի մեջ է, ոնց որ թատրոնը, հա, որտեղ գալիս ենք, ներկայացում ենք նայում, այնտեղ էլ կինո ենք նայում։ Մարդիկ չեն ուզում գնան շոփինգ անեն։ Այո։ Եվ ձեռի հետ կներեք, որ սենց կոպիտ եմ էլի խոսում հիմա, բայց ձեռի հետ էլ կինո նայեն, չէ, մարդիկ սիրում են կինոթատրոնի շունչը, օդը, ջերմությունը, այն ձևաչափը, որ գալիս են կինոթատրոն, պոպկորն են առնում, մտնում են ֆիլմ են նայում, հանդիպում են մեկը մյուսի, հետո գնում են ոչ թե կինո նայելուց հետո գնում են ոչ թե շոփինգի, այլ դուրս են գալիս սկսում են շփվել իրար հետ, խոսալ ֆիլմի մասին, այն մասը դուրս չեկավ, այս պրիմիտիվ կարան թեմաներ լինեն, շատ պարզ թեմաներով, բայց շփվում են, խոսում են, սկսում են քննարկել ֆիլմերը, հա, եւ կան ֆիլմեր, որտեղ այդպիսի ֆորմատ կա, պոպկորն չեն, ուրեմն չեն թույլատրում պոպկորն, հա, դա ուրեմն հեղինակային ֆիլմերի մասին է խոսքը գնում, որտեղ իր հանդիսատես ունի, այդ ֆիլմերը իր հանդիսատես ունի, որից հետո քննարկումները շատ ավելի բարդ են։ Որտեղ հեղինակային ֆիլմ ես նայում, դուրս ես գալի ու սկսում ես քննարկել, կարա ժամեր տևի, օրեր տևի, մինչև մի ֆիլմի մասին խոսես։ Վերջերս իրանական մի քանի ֆիլմ էի նայում, ընկերներիս հետ էի նայում այդ ֆիլմերը, տնային կինոյի տրամաբանության մեջ, մինչև լույս խոսեցինք այդ ֆիլմերից։ Մինչև լույս խոսեցինք։ Որտեղ շատ ազգային էր նախ, իրանական ազգային կինո էր, ճիշտ է, դրսում էր նկարված, հա, արտերկրում էր նկարված այդ ֆիլմը, որտեղ հնարավորություն չունեին Իրանում նկարեին, բայց մինչև լույս խոսում էինք, փիլիսոփայական այս թեմաներն էինք բացում, փորձում էինք հասկանալ եւ ես հիմա պատկերացնում եմ, որ հայկական ֆիլմ են օտարերկրացիները նայում, ինչ քննարկումներ կարա լինի, ինչ խոսակցություններ կարա լինի, ոնց են ճանաչում մեզ։ Հաճելի է դա, երբ որ մենք մեր ժառանգության հետ ծանոթացնում ենք աշխարհին։ Այո, դրսում էլ ենք մենք կազմակերպում։ Օրինակ, այս տարի մենք հանդիպում ենք ունեցել ուրեմն ֆրանսիական սինեմատեկի մեր գործընկերների հետ, որի արդյունքում պայմանավորվել ենք թվով 10 անիմացիոն ֆիլմ համատեղ ջանքերով թվայնացնենք, ռեստավրացիա անենք եւ սինեմատիկում ցուցադրություններ կազմակերպենք, հայկական անիմացիա խորագրով այսպես ցուցադրություններ կազմակերպենք։ Ֆիլմերի շարք է լինել։ Հա, 10 ֆիլմ ցուցադրվելու է սինեմատիկում։ 26-ին թե 27-ին դեռ չեմ կարող ասել, որտեղ ժամանակացույց կա այդ ռեստավրացիա անելու, հա, այդ ժամկետների հետ է կապված, բայց ամեն դեպքում ֆրանսիական հասարակության համար լինելու են օրեր, որտեղ ինքը ծանոթանալու է հայկական անիմացիոն ֆիլմերի հետ։
իրենք ծանոթանալու են մեր հետ, մենք իրենց հետ, այս շփումը շատ կարևոր է ֆիլմերի միջոցով։ Ի վերջո ֆիլմը ի՞նչ է։ Ֆիլմը պատմություն պատմելու լավագույն գործիքներից մեկն է։ Մի հատ նայենք պատմություն ոնց է։ Կինեմատոգրաֆը, որ ասում են ստեղծվել է 1878 թվականին, այդպիսի բան կա էլի, որ ասում են, որ ձիու կադրը պիտի նկարի, այդ պատմությունը գիտեք, չէ՞, ձիու կադրը։ Չէ, անկեղծ չգիտեմ։ Ուրեմն եղել է մի ձիարշավարան, մեծահարուստ մի մարդ, ով ուզեցել է ապացուցի աշխարհին, որ ինչ որ մի պահ ձին, երբ որ արագ վազում է, իր ոտքերը օթում են։ Որպեսզի դա վեճ է գնացել այս թեման։ Որպեսզի դա ապացուցի, կանչում է մի լուսանկարչի, ասում է, խնդրում եմ մի հատ նկարի, որ օթում է, էլի ձիու ոտքերը։ Այսպես մի հնարք է օգտագործում, 14 հատ ֆոտոխցիկ է դնում, թելերով կապում է, ձին հենց գալիս է, թելերը կտրվում են, նկարում է, այսպես նայում է, ասում է, ահա, այս էլ քո ապացույցը, բայց երբ որ սկսում է այդ թերթել այդ լուսանկարները, շարժում է տեսնում։ Ու այդ հեղինը ինքը սկսել է արդեն շարժումներ նկարել լուսանկարի միջոցով, դեռ կամերա հասկացողություն գոյություն չէ, այսինքն տես այս վիդեո նկարելու հասկացողություն չկար, այդպիսի կարծիք կա, որ 1878 թվականին է, եթե չեմ սխալվում, էլի, այսինքն կինոյի ծնունդը էսպես, հա, որ գաղափար, հա, փաստորեն, այս բան կարելի է։ Դրանից հետո արդեն Լուի Լումիերը, հա, Էդիսոնը եւ այլն։ Էդիսոնը կինետոսկոպը ստեղծեց, մի խոսքով, շատ երկար պատմություն է այս, կարանք անընդհատ խոսանք, բայց ես կարծում եմ, որ կինեմատոգրաֆը ինքը պատմություն պատմելու լավագույն ձևն է եւ կինեմատոգրաֆին ձգտել է մարդկությունը դարեր շարունակ 4000 տարի ձգտել է կինեմատոգրաֆ ունենա 4000 տարի չհասկանալով որ ձգտում է կինեմատոգրաֆիային որտեվ եթե վերցնենք քարանձավային այսպես պատկերները ոնց է չէ քարանձավում Martha, Netna, Netը աղեղը թողե Որսնա։ Հա, աղեղը օթում է, հետո աղեղը համարյա հասնում է որսին, որսը բան արեց, հետո կրակի մոտ նստած են, խորովեցին, այսինքն եկեք մի հատ այդ արանքներում որտեղ կա բաց, աղեղը մի 10 կադր ավելացնենք, կտեսնեք, որ դա դառնում է կինո։ Մարդը պատմելու, իր մասին պատմելու կարիք ունի, ու այդ կարիքից ելնելով անընդհատ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ աշխատել է, հա։ Հիմա կինեմատոգրաֆը լավագույն տարբերակն է, որ մարդկությունը հասել է, որ իր մասին պատմի։ Եվ դա թույլ է տալիս մեզ, այս տեխնոլոգիան, կինեմատոգրաֆը թույլ է տալիս մեր մասին, Հայաստանի մասին, հայերի մասին պատմել աշխարհին։ Մենք ինքներս մեզ թողնելով ժառանգություն մեր մասին, մեր սերունդներին, որ չմոռանան ոչ մեկ։ Միտումը չգիտես, չէ, ինչ են այդ պատի վրա նկարել։ Ոչ մեկ, կարանք տեսություններ լինեն։ Իսկ ողա այդպես արել են, որ սերունդները չմոռանան ոնց են որսանում, չգիտեմ։ Տարբերակ մեկ, կարող է արել ուղղակի հաճույքի համար։ Հա, համար։ ուզում ասեմ կինեմատոգրաֆը իր ձևաչափով նաև ժառանգություն թողնելու տեխնոլոգիա է։ Եվ այն ժառանգությունը, որը թողել է Մալյանը, հիմա մենք պետքա հասարակությանը տանք, ցույց տանք հասարակությանը։ Մենք ոնց Մալյանի թեմայից շեղվում ենք, կինեմատոգրաֆիայի մասին շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկատվական նորությունների համար։ Հիմա մի հարց, քանի որ խոսեցինք իրականացված եւ իրականացվող ծրագրերի մասին, կարող ենք վստահ ասել, որ Մալյանի 100-ամյակը չենք բավարարի միայն այս տարով ու կլինի շարունակական, այսինքն այն ֆիլմի ցուցադրությունները, որոնք եղել են մարզերում եւ ոնց ես հասկացա հանդիսատեսն էլ այնտեղ շատ սպասումով էր, որ երբ է լինելու ֆիլմեր, մեծ էկրանին, լինելու են շարունակական թե ոչ։ Մալյանի 100-ամյակի ծրագիրը նկատի ունեք։ Մալյանական ֆիլմերի, այո, մալյանական ֆիլմեր։ Տեսեք, Մալյանի 100-ամյակը իհարկե ինչ-որ մի պահի ավարտվելու է, որտեղ դա ամյակ է։ Այսինքն ծրագիրը իր ձևաչափով ավարտվելու է ինչ-որ մի պահի, մենք ֆիքսել ենք օրինակ, որ ծննդյան օրվանից մինչև 26 թվականի իր ծննդյան օրը դա 100-ամյակն է, չնայած մենք ծրագիրը շատ ավելի վաղ ենք սկսել, դեռ օգոստոսին ենք սկսել ֆիլմերի ցուցադրությունները մարզերում, բայց ամեն դեպքում ֆիքսել ենք, որ 1 տարի մենք ծրագրեր ենք իրականացնելու եւ այս առումով մենք մի քանի ծրագրեր ունենք անելու, ինչի մասին կարծում եմ, որ հավելյալ կինոյի հիմնադրամի տեղեկատվական հնարավորությունները թույլ կտան մարդկանց այսպես տեղեկացնել, բայց այն ինչ որ մենք հիմա անում ենք, դա արդեն շարունակական է, որովհետեւ երբ որ մենք գնում ենք Մալյանի ֆիլմերը ցուցադրում ենք տարբեր մարզերում կամ Երևանում, հա, այս ֆիլմերը ցուցադրելու արդյունքում մենք հասարակությանը տալիս ենք ֆիլմերը եւ պարզա որ այդ ֆիլմերը չեն կարող հետևանք չունենալ եւ իրենք շարունակականաբար այդ մարդկանց մեջ նստելու են այդ ֆիլմերը եւ ստեղծելու են այսպես ասած մուլտիպլիկատիվ էֆեկտ այդ ֆիլմերի նախ ճանաչողության մասով
Երկրորդ այդ ֆիլմերի նկատմամբ, ազգայինի նկատմամբ, իրենց նկատմամբ այդ հայելի էֆեկտը, որ ասում եմ, այսինքն էս շարունակվելու է տարիներով։ Ուրիշ բան, որ մենք այո, Մայլյանի ֆիլմերը մեր ծրագրում հանրահռչակման միշտ լինելու է, ոնց կանենք առանց Մայլյանի ֆիլմերի հանրահռչակեն կինեմատոգրաֆը, Մայլյանի ֆիլմերը առանցքային դեր ունեն մեր կինեմատոգրաֆի մեջ, հա, մեր կինոյի պատմության մեջ։ Այո, շարունակելու ենք այս ձևաչափով, բայց այո։ Շնորհակալություն ու որպես վերջաբան, քանի որ գտնվում ենք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, ես միշտ իմ հյուրերին հարց եմ տալիս։ Եկեք երևակայենք, մի փոքր երևակայենք, այ եթե լինեիք մալյանական ֆիլմերից որևիցե մեկում, որ կերպարը կցանկանայիք լինել։ Երևակայում ենք։ Որ կերպարը կցանկանայի լինեի։ Որ ֆիլմից եւ որ կերպարը կցանկանայիք լինել։ Ես կարամ ասեմ, որ կերպարը չէի ցանկանա լինեի։ Հետաքրքիր է։ Ոչ թե կցանկանայի լինեի։ Հա, խնդրեմ։ Որովհետև դժվար ես ինչ որ մի կերպար ուզենայի լինեի Մայլյանի ֆիլմերում, ասեմ ինչի, որովհետև այդպես սուպեր հերո ինչ որ կերպարներ չունի Մայլյանը, Մայլյանը ունի մարդակենտրոն ինչ որ բան կա, հա, իր ֆիլմերում, մարդ ու այդ մարդու խնդիրներ։ Դե հիմա որ մեկի խնդիրը վերցնեմ, չեմ ուզում ոչ մեկի խնդիրը վերցնեմ։ Ոչ մի կերպար չի ուզենա լինեի, բայց չի ուզենա լինեի, ամենաշատը չի ուզենա լինեի, օրինակ Հայրիկ ֆիլմի Ֆրունզիկի կերպարը, անունը չեմ հիշում ֆիլմում ինչ էր, Գառնիկ երևի չէ, որպես կանոն Գառնիկա լինում չէ։ Այսինքն ազդեցիկ ա եղել ձեզ համար, հա, չի ուզենա իր դերում լինեի, չի ուզենա այդ խնդիրը ես ունենա, այդ երկու սերնդի կենտրոնում հայտնված կերպարի այս բանը չի ուզենա։ Այդ ինչ ծանր թեմա է հասկանալ, թե ժամանակակիցին, թե քո պապերին, թե քո հայրերին, բարդ է։ Ես միշտ երբ որ խոսում ենք սերունդների ես բախման մասին, ես միշտ ասում եմ պետք է ներողամիտ լինեն մեծերը փոքրերին, փոքրերը մեծերին, ամեն մեկն իր ճանապարհը ունի, պետք է լռությամբ խոնարհաբար ընդունել այս ճանապարհը, բայց իր դերում հաստատ չի ուզենա լինի, հաստատ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, որ այսօր անկեղծ էիք, մեզ հետ էիք, մեր հյուրն եք։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի ունկնդիրներ, այսօր իմ հյուրն էր Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն պարոն Դավիթ Բանուչյանը։ Իսկ մենք ասում ենք ձեզ ցտեսություն, լավ եղեք։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հայրենի։ Խնձոր կսիրես։ Այո, կսիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսություն։